Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։ Բարի օր, պարոն Նավասարդյան, շնորհակալություն միանալու համար։ Պարոն Նավասարդյան, մեր զրույցը սկսենք Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից, որի արձագանքները էլի միանշանակ չեն, ինչպես միանշանակ չէին, երբ Թրամփը դիտարկումներ, մոտեցումներ էր ներկայացնում ուկրաինական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ, երբ տեղի էին ունենում ռուս-ուկրաինական ռուս-ամերիկյան բանակցությունները Սաուդյան Արաբիայում եւ այլն, հա։ Այս հեռախոսազրույցից հիմնական առանցքային հետևությունները Ուկրաինայի մասով որոնք են, կանադառնանք նաեւ միջազգային օրակարգի այլ հարցերի, որոնք շոշափել են Պուտինը եւ Թրամփը։ Ես կարծում եմ, որ Ուկրաինայի ռազմաճակատում զինադադար հաստատելու առումով արդյունքները նվազագույն են այդ հեռախոսային խոսակցության, քանի որ միակ բանը, որի շուրջ որոշակի համաձայնության են հասել Թրամփը եւ Պուտինը, դա էներգետիկ օբյեկտների վրա փոխադարձաբար հարձակումներ չիրականացնելն է, սակայն հաշվի առնելով, որ այդ էներգետիկ համակարգի թիրախները այդքան էլ առանձնացված չեն այլ հնարավոր թիրախներից, դա որևէ բանի երաշխիք չի կարող լինել եւ եթե հարվածներ են հասցվում, ասենք, ռազմական օբյեկտների վրա, չի բացառում, որ դրանց հարևանությամբ լինեն նաեւ էներգետիկ համակարգի օբյեկտները եւ նրանք էլ տուժելու են եւ եթե այդպիսի շփոթության հնարավորություն կա, ապա դժվար է կասկածել, որ դրանից չի օգտվելու առնվազն ռուսական կողմը եւ փորձելու է արդարացնել իր հարվածները էներգետիկ օբյեկտների վրա նրանով, որ իրական թիրախը դա ռազմական թիրախներ։ Եվ նույնը կարծում եմ, եթե նման զարգացումներ լինի կանի ուկրաինական կողմը, քանի որ բոլորը հասկանում են, որ ռազմական գործողությունների շարունակման համար էներգետիկ ռեսուրսները կարևոր են եւ դա նշանակում է, որ իրական զինադադար, որի համաձայնությունը տվել էր նախագահ Զելենսկին 1 ամսով, այլևս արդեական չէ եւ Պուտինի մոտեցումներից խնդիրներին երևում էր, որ դա նաեւ հեռանկարում քիչ հնարավոր է, քանի որ այն նախապայմանները, որ դրեց Պուտինը, որ որևէ ռազմական աջակցություն ոչ միայն ԱՄՆ-ից, այլ ամբողջ արևմուտքից պետք է դադարեցվի Ուկրաինային եւ բացի դրանից Ուկրաինան չպետք է մոբիլիզացիոն միջոցառումներ անցկացնի, որպեսզի լրացնի իր մարդկային ռեսուրսները բանակում։ Այսինքն այս դեպքում ինչ է հետևելու, որ պատերազմական գործողությունները այնուամենայնիվ շարունակվելու են եւ կողմերը համաձայնության գալու, այսպես ասենք, եզրեր չունեն, հա։ Այո, ես կարծում եմ, որ այն ինչի մասին շատ էր խոսվում, երբ Թրամփը սկսում էր իր խաղաղասեր նախաձեռնությունը, որ դա ավելի շատ PR ակցիա է, որը պետք է նպաստեր Թրամփի ամրապնդմանը նախագահի դիրքում եւ համոզեր իր ընտրողներին եւ ամբողջ աշխարհին, որ ինքը կարող է շատ լուրջ հարցեր լուծել եւ բացի PR-ից իհարկե տարբեր հայտարարությունները եւ իրադարձությունները այս 2 ամիսների ընթացքում, որոնք տեղի ունենում Սպիտակ տանը եւ դրա շուրջ, իհարկե շատ լուրջ ազդեցություն թողեցին արժեթղթերի գների վրա բորսաներում, այսինքն չի կարելի ասել, որ դա միայն PR էր, դա միանշանակ շատ լուրջ պրագմատիկ նպատակներ էր հետապնդում եւ տվեց արդյունքները, բայց միևնույն ժամանակ կարելի ասել, որ այս զարգացումները նվազեցնում են կշիռը ընդհանրապես Թրամփի որպես միջազգային քաղաքական խաղացողի, քանի որ արդեն 2 բավականին էական ձախողում տեղի ունեցել, խոսքը եւ
իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին է, որտեղ նույնպես կարծես թե զինադադարը չի ստացվում, եւ երկրորդը դա ուկրաինական ռազմաճակատում ռազմական գործողությունների շարունակության այլընտրակի բացակայությունն է։ Շատ լավ, Եվրոպական միության դերակատարում է այս ամենում ինչպես կարող է արտահայտվել, եթե իրավիճակը կայունացման, այսպես ասենք, հուսադրող նախանշաններ չի տալիս, հա։ Ինչ է մնում այս դեպքում անել Եվրոպական միությանը, Ուկրաինային, եթե Միացյալ Նահանգների դիրքորոշումը հայտնի է, ռուսական կողմի դիրքորոշումը հայտնի է, իդեպ Ռուսաստանը պահանջում է, որպեսզի Միացյալ Նահանգները սպառազինություն եւ հետախուզական տվյալներ չմատակարարի Ուկրաինային, այսինքն հնարավոր ավելի ամենավատ սցենարով է իրավիճակը սկսելու զարգանալ։ Ես ուզում եմ շեշտել այն մեկնաբանությունը, որ արդեն արել եմ, որ եթե ճիշտ կարդանք Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանի նախապայմանները, ապա հետախուզական տվյալների տրամադրումը եւ ռազմական աջակցությունը պետք է դադարեցվի ոչ միայն ԱՄՆ-ից, այլ նաեւ ԱՄՆ-ի ֆորմալ դաշնակիցներից, առաջին հերթին նկատի ունենք Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի երկրները, եւ այստեղ ես կարծում եմ Վլադիմիր Պուտինը այդպես քաղաքական խորամանկություն հանդես բերեց, շարունակելով կռվածնել Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն, քանի որ փաստորեն զրույցից կարելի է հասկանալ, որ Պուտինը պնդում է, որ ԱՄՆ-ն պետք է ազդի նաև Եվրամիության քաղաքական որոշումների վրա, իսկ քանի որ Եվրամիության եւ ԱՄՆ-ի այսօրվա ԱՄՆ-ի դիրքորոշումները ուկրաինական պատերազմի նկատմամբ տարբերվում են, այդ տարբերությունների եւ հակասությունների խորացումը ձեռնտու է Վլադիմիր Պուտինին եւ ինքը հենց դրան է ձգտում, մնում է հասկանալ, թե ինչպիսի որոշում կկայացնի Թրամփը, արդյոք ինքը փորձելու է ճնշում գործադրել նաև իր եվրոպացի գործընկերների վրա, թե ի վերջո գալու է եզրակացության, որ խորացումը հակասությունների այդ գործընկերների հետ այլևս ձեռնտու չէ Թրամփին։ Ամեն դեպքում այն միտումը, որ մենք տեսնում ենք վերջի մի քանի շաբաթների ընթացքում, որ Եվրամիությունում առաջին հերթին Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում կա գիտակցություն, որ Եվրոպան պետք է ուժեղացնի իր ռազմական ներուժը եւ հնարավորություններ ստեղծի իր համար պաշտպանվելու եւ օգնելու պաշտպանվել նաեւ ռազմավարական գործընկերներին, որոնցից մեկը Ուկրաինան է, հնարավոր ոտնձգություններից եւ արկա ոտնձգություններից Ռուսաստանի կողմից։ Եվ այստեղ արդեն երևի հոգնեցրել ենք բոլորին ասելով, որ հարցը միայն նրանում է, արդյոք այդ գիտակցությունը կփոխարինվի նաև կոնկրետ պրակտիկ եւ այական գործողություններով, արդյոք եվրոպական երկրները կկարողանան դրսևորել համախմբվածություն եւ միասնականություն, թե այն բյուրոկրատական դժվարությունները, այն հակասությունները Եվրամիության ներսում կխոչընդոտեն, որպեսզի Եվրոպան դառնա լուրջ ռազմավարական կենտրոն եւ կարողանա ինքնուրույն առանց նույնիսկ ԱՄՆ-ի մասնակցության իրականացնել իր անվտանգային եւ այլ առաջնահերթությունները։ Մնում է սպասել եւ տեսնել ինչ կհաջողվի այսօրվա լիդերներին Եվրամիության եւ ով կհաղթի վերջո քաղաքական կամքը, քաղաքական իմաստությունը, թե բյուրոկրատական եւ այլ դժվարությունները, որոնք հատկանշական են ընդհանրապես վերջին մի քանի տասնյակ տարի ընթացքում Եվրամիության համար։ Պարոն Նավասարդյան, կխնդրեմ կենտրոնանանք օրինակ մեր տարածաշրջանում Հայաստանի համար երկու, ասենք զգայուն հանգամանքի վրա, իրավիճակը տարածաշրջանում հատկապես Ադրբեջանի այս ապատեղեկատվությունների վերջին մեծ ալիքի ֆոնին, որն առաջացնում է մտահոգություն, որ գուցե Բաքուն կարող է գնալ կամ նախապատրաստվել հնարավոր էսկալացիայի եւ իրավիճակը Իրանի շուրջ։ Ես այստեղ նշեմ, որ Կրեմլը ասում է, թե Թրամփը եւ Պուտինը քննարկելով միջազգային օրակարգի այլ կարևոր
հարցեր արձանագրել են, որ ձեռնարկվելու են համատեղ քայլեր ճգնաժամային գոտիներում իրավիճակի կայունացման ուղղությամբ, գործակցություն են հաստատելու միջուկային սպառազինության չտարածման գլոբալ անվտանգության հարցում։ Այս ձևակերպումները կարևոր ու կարող են նաև դրական թվալ իմ նշած Հայաստանի համար երկու կարևոր հանգամանքի մասով։ Մինչև Հայաստանին հասնելը խոսենք Իրանի մասին, եթե Պուտինը և Թրամփը փորձեն շարունակել համագործակցությունը այս հարցում, ապա Ռուսաստանից ակնկալվում է, որ այն կարողանա զսպել Իրանի հնարավոր սրացումներից Իսրայելի հետ, և մյուս կողմից Թրամփը պետք է որ պարտավորություններ վերցներ իր վրա, որ չի լինի նաև ոտնձգություններ կամ ռազմական գործողություններ Իրանի դեմ։ Եվ եթե այստեղ լինի որոշակի կոնսենսուս երկու առաջնորդների միջև, ապա դա լավ նորություն է Հայաստանի համար, քանի որ մենք շատ լավ հասկանում ենք, որ ցանկացած լարվածություն Իրանում եւ Իրանի շուրջ լուրջ անվտանգային ռիսկեր է պարունակում Հայաստանի համար։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հակամարտության եւ դրա վրա հնարավոր ազդեցությունների, ապա կային այդպիսի վարկածներ, որ եթե Դոնալդ Թրամփը չհաջողի իր խաղաղական նախաձեռնություններում Մերձավոր Արևելքում եւ Ուկրաինայում, միգուցե գոնե որևէ հաջողություն ցույց տալու համար ինքը տեղափոխվի Հարավային Կովկաս եւ փորձի այստեղ ինչ որ բան կարողանալ լուծել, կարգավորել եւ դրա այդպես թեթև ազդակը եղել է իր ԱՄՆ-ի նախագահի անվտանգային գծով խորհրդականի հայտարարությունը եւ բրիֆինգի ժամանակ եւ էքսում, որ ինքը կոչ է անում, հորդորում է Հայաստանին եւ Ադրբեջանին շարունակել այդ խաղաղության հասնելու ջանքերը, այդ թվում Հայաստանի համար կարծես թե բարենպաստ բաղադրիչ այդ հայտարարության, որ Բաքուն պետք է վերադարձնի ռազմագերիներին եւ պահվող անձանց, սակայն ես մեծ լավատեսությամբ չէի դիտարկի այդ զարգացումը, քանի որ եթե մենք գնահատենք ԱՄՆ-ի մարտավարությունը կամ ԱՄՆ-ի նախագահի մարտավարությունը, նա հիմնականում փորձում է ճնշում գործադրել ցանկացած հակամարտությունում թույլ կողմի վրա եւ դա պայմանավորված է նրանով, որ իր պատկերացումներով հենց թույլ կողմի զիջումների միջոցով կարելի է հասնել անհրաժեշտ արդյունքի։ Եվ եթե նույն մարտավարությունը կիրառվի ԱՄՆ-ի կողմից նաև հայ-ադրբեջանական հակամարտությունում, ապա պարզ է թե ով է ընկալվելու որպես թույլ կողմ եւ ում վրա ճնշումները ավելի մեծ կլինեն։ Եվ այդ առումով առանց դրան էլ Հայաստանը ես կարծում եմ շատ լուրջ զիջումների է գնալու եւ հետագա զիջումների պահանջը միջնորդի կողմից իդեմս ԱՄՆ-ի կարող են լուրջ ռիսկեր պարունակել ընդհանրապես Հայաստանի պետականության համար եւ ես չեմ բացառում, որ նման մտածելակերպի շարունակությունն է Ադրբեջանի այսօրվա վարքագիծը, ցույց տալ, որ ինքը իրոք ուժեղ կողմն է, որ ինքը պահանջներ ներկայացնելու իրավունք ունի եւ որ իրեն համոզել ինչ որ զիջումների գնալ շատ ավելի բարդ կլինի։ Միգուցե դա հենց նախապատրաստական աշխատանք է այդ հնարավոր ԱՄՆ-ի միջամտության ակնկալիքներով։ Սա իհարկե ենթադրում է, որ Հայաստանը պետք է ավելի զգոն լինի եւ պատրաստ լինի այնպիսի զարգացումներին, որոնք իրենից պահանջելու են միակողմանի հերթական կոմպրոմիսներ եւ հնարավորինս Հայաստանը պետք է այնպիսի միջազգային մասնակցություն փորձի բերել մեր հակամարտություն, որոնք հակառակ տրամաբանության մեջ կլինեն
որ առանց դրան էլ, ինչպես ես նշեցի, Հայաստանը շատ բան է զիջել եւ խաղաղությունը պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության եւ փոխզիջումների վրա, այլ ոչ թե միակողմանի կոմպրոմիսների։ Պարոն Նավասարդյան, դուք հիշեցիք ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի հեռուստազրույցը ադրբեջանական կողմի հետ, այդ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու, ռազմագերիներին ազատ արձակելու մասով, դրանից հետո մեկնարկեց Ադրբեջանի տեղեկատվական տերորը Հայաստանի դեմ, իբր թե հրադադարի ռեժիմի խախտումների մասով։ Սրանով Բաքուն փորձում է ստուգել ԱՄՆ վարչակազմի, այսպես ասած, կարմիր գծերը։ Ես հենց դա նկատի ունեի, Ադրբեջանը առաջին հերթին փորձում է ցույց տալ ԱՄՆ-ին, որ եթե դուք գալիս եք տարածաշրջան եւ փորձում եք այստեղ դերակատարություն ունենալ, պետք է ընդունեք, որ մենք ենք այստեղ առավել մեծ կշիռ ունեցող խաղացողը եւ դա պետք է հաշվի առնվի եւ դա նաեւ ակնարկ է, որ որևէ պահանջներ Ադրբեջանին ներկայացնելու պարագայում Ադրբեջանը ուղղակի կտապալի կձախողի ցանկացած խաղաղասիրական նախաձեռնություն, ինչպես արդեն արել է մի քանի անգամ, երբ միջազգային հանրությունը փորձում էր ինչ-որ հարցեր լուծել հայ-ադրբեջանական հակամարտությունում եւ փաստորեն մենք հստակ կարող ենք տեսնել, որ քաղաքական ճնշումները հոգեբանական ազդեցությունը Ադրբեջանի վրա արդյունավետ չեն եւ եթե միջազգային որևէ միջնորդ փորձելու է խաղաղություն հաստատել այստեղ արդար եւ հավասար պայմանների պարագայում կամ համատեքստում պետք է Ադրբեջանին հստակ զգուշացնել, որ շեղվելու դեպքում այս դեպի խաղաղություն ճանապարհից ինքը ռիսկեր կարող է ունենալ կապված պատժամիջոցների հետ։ Առանց խիստ պատժամիջոցների ստիպել Ադրբեջանին, որ ինքը հրաժարվի իր այսօրվա ուժի վրա հիմնված մարտավարությունից համարյա հնարին է լինելու կարծում եմ։ Շնորհակալ եմ, պարոն Նավասարդյան։ Մանապես հաջողություն։ Զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, շարունակեք հետևել առաջին լրատվականի աշխատանքին։